Օտար պետությունների հալածանքներին դիմակայած ու անսասան մնացած հայ եկեղեցուն հիմա էլ հալածում է Հայաստանի իշխանությունը։ Վաշինգտոնում կրոնական ազատությունների ալյանսի գագաթնաժողովին ահազանգել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Ընդգծել է, գրեթե 1 տարի է Հայաստանի իշխանությունը պահանջում է ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Սա նույնն է, ինչ կաթոլիկ երկրի ղեկավարը պահանջեր Հռոմի պապի հրաժարականը։ Հայ առաքելական եկեղեցու 6 սրբազանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, 4 եպիսկոպոս կալանավորված է։ Վարդևանյանը նկատում է, այդ մեղադրանքները խախտում են պատշաճ իրավական գործընթացը։ Նույն հակաիրավական գործողությունները կիրառվում են նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Անցյալ հունիսին ձերբակալվեց եւ կալանավորվեց նաև առաքելական եկեղեցու ամենախոշոր բարերարը Սամվել Կարապետյանը, ում ներկայացնելու պատիվն ունեմ ես։ Պատճառն այն էր, որ եկեղեցու հալածանքների մասին լրագրողի հարցին Կարապետյանը պատասխանել էր. «Միշտ կանգնած է եղել եկեղեցու կողքին եւ մասնակցելու է եկեղեցու պաշտպանությանը, մեջբերում եմ մեր ձևով»։ That he always stood by the Armenian Church and that he will defend the Church, and I quote, in our way. Այս հայտարարությունից շատ չանցած հրապարակային խոսեց Նիկոլ Փաշինյանը։ Ընդամենը ժամեր անց իրավապահները սկսեցին խուզարկել Սամվել Կարապետյանի տունը։ Նա ձերբակալվեց, հետո կալանավորվեց իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Միայն այդ խոսքերի համար պարոն Կարապետյանը 200 օր անցկացրել է ծանրագույն պայմաններում, քննչական կոմիտեի մի հիմնարկում, որ հայտնի է որպես KGB-ի պատվալ։ Հայաստանի իշխանությունը իր լծակները զենք է դարձրել եկեղեցու դեմ պայքարում։ Քաղբանտարկյալներ են ազգային բարերար Սամվել Կարապետյանն ու սուրբ առաջնորդները, հայտարարել է Վարդևանյանը։ Հիշեցրել ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունը, ժողովրդավարական արժեքների մասին ոչ միայն պետք է խոսել, այլև ապրել դրանցով։ Միայն այդպես հնարավոր կլինի հաջողել անարդարությունների դեմ պայքարում։ Thank you so much. God bless you all. Լիլիթ Խալաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։